Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ուղերձ է հղել, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, 2025 թվականի ապրիլի 24-ին մենք կրկին ոգեկոչում ենք հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, նշում ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը միաժամանակ խնկարկումի, միասնականության, պահանջատիրության օր է։ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ամենասարսափելի ոճրագործությունը խլեց 1.5 միլիոն հայի կյանք, հային դարձրեց տնավեր ու պանդուխտ, խլեց մեր ժողովրդի երազանքներն ու նպատակները, սակայն չկարողացավ խլել հավատը, չկարողացավ սպանել մեր պատմական հիշողությունն ու հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ ժողովուրդն անցել է դժոխային ճանապարհ, սակայն ուժ է գտել ապրելու, պայքարելու։ Դժոխքից մահապուրծ փրկվածները սփռվել են աշխարհով մեկ, վերընձյուղվել, զավակներ ունեցել, իրենց հավատով ապրեցրել հային։ Գլուխ խոնարելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առաջ, ծաղիկներ խոնարելով սրբադասված նահատակների ուշակոթողներին, եւս մեկ անգամ հաստատում ենք, որ այս բարդ ժամանակաշրջանում լի մարտահրավերներով առավել քան կարևորվում է համախմբվելու գաղափարը։ Գալիս ու գնում են սերունդները, սակայն հարափոփոխ երթի մեջ չի փոխվում մեր օրակարգը, ձեռքը դրած աշխարհի խղճի զարկերակին, թույլ չտալ նոր ցեղասպանությունների, անդադար հիշեցնել մարդկության դեմ գործած ոճրագործության մասին։ Աշխարհի առաջադեմ մարդկությունը եւ համայն հայությունը ոգեկոչում են հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որը նաեւ վերահաստատում է մեր պատրաստակամությունը շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման։ 110 տարի անց էլ մեր չմարող հիշողությունը մեզ հետ է, եւ այդ հիշողությունը պահանջում է ապրիլի 24-ի խորհուրդը պետք է դառնա զգոնության կոչ, համախմբելով բոլորիս համազգային արժեքների ու ինքնության շուրջ։ Միաժամանակ պետք է պայքարել, որպեսզի հայոց ցեղասպանությունը ստանա իրավական, քաղաքական եւ բարոյական գնահատական, որպեսզի չկրկնվեն ցեղասպանությունները։ Հայ ժողովուրդը երախտապարտ է այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ գործած ամենազազրելի ոճրագործություն եւ այսօր էլ շարունակում են այդ գործընթացը։ Օրը կրկին միավորել եւ բռունցքել է հայ ժողովրդին եւ առաջադեմ մարդկությանը, որոնք իրենց խոնարհումն ու խնկարկումն են բերում 1915 թվականի սրբադասված զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ի խորհուրդն է դառնալ առավել միասնական եւ համախմբված, շարունակել ճշմարտության եւ արդարության վերականգնման ուղին, կառուցել եւ հզորացնել մեր երկիրը, հանուն մեր նահատակների ու բոլոր ժամանակներում հերոսացած զավակների, ստեղծել արժանապատիվ ու արժանավայել ապագա, պաշտպանել մեր ինքնությունն ու իրավունքները, վերահաստատելով մեր ձգտումները, խաղաղ ու անվտանգ հայրենիք ունենալու արդարացի պահանջը, հայրենիք պետություն կերտելու ազգային նպատակը դարձնելով կենսակերպ ու ամենօրյա աշխատանք։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյան։